Քաղաքական գործի մասնագիտությունը շատ բաց եւ պատասխանատու աշխատանք է։ Այսօր դու սիրված ես գնահատված, իսկ վաղը կարող է հայտնվես դժգոհությունների թիրախում։ Ողջույն, ես Անգելինան եմ եւ այսօր քաղաքական գործի մասնագիտության մասին կզրուցեմ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ ձեզ այսօր այստեղ տեսնում եմ։ Բարի օր, ես եմ շատ ուրախ, որ ինձ հյուր ես հրավիրել։ Այսօր ես ձեզ մի քանի հարց կտամ։ Սիրով կպատասխանեմ։ Ինչ ճանապարհ է պետք անցնել պատգամավոր դառնալու համար։ Պատգամավոր դառնալու համար պետք է նախ եւ առաջ ունենալ ժողովրդի վստահությունը։ Այսինքն առանձին անհատներ կարող են ներգրավել կուսակցություններում կամ այլ խմբավորման մեջ եւ որից հետո ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո դառնում են արդեն պատգամավոր։ Պատգամավորական գործունեությունը իրականում բավականին բարդ է, բավականին դժվար է հատկապես այսօր Հայաստանում, բայց իհարկե նաև շատ պատվաբեր է, որովհետև դու ներկայացնում ես մարդկանց, դու ներկայացնում ես ժողովրդին, նրանց շահերն ես փորձում առաջ տանել եւ ընդհանրապես ծառայում ես Հայաստանի Հանրապետությանը։ Կարծում եմ դրանից ավելի մեծ պարգև չկա հայ մարդու համար։ Իսկ երբ փոքր եք, ինչ մասնագիտություն եք ցանկանում ունենալ։ Եթե անկեղծ, իմ առաջին մասնագիտությունը թարգմանչի մասնագիտությունն է։ Փոքր ժամանակ շատ էի սիրում գրքեր կարդալ եւ հաճախ կային գրքեր, որոնք թարգմանություն չունեին հայերեն լեզվով, եւ ես մտածում եմ, որ միգուցե թարգմանչի գործն ուսումնասիրելուց հետո ես կկարողանամ գրքեր թարգմանել եւ իմ տարեկացիների համար, այսինքն արդեն աշակերտների համար հնարավորություն կստեղծեմ, որպեսզի իրենք էլ կարողանան հայոց լեզվով կարդալ այնպիսի գրականություն, որը միջազգային կամ արտասահմանյան գրականության կարևորագույն գրքեր էին, գոհարներ էին։ Եվ հենց այդպես էլ արեցի, առաջին մասնագիտությունս ընտրեցի թարգմանչի մասնագիտությունը, ցավոք հետո չկարողացա շարունակել այդ մասնագիտությամբ աշխատել, հետո ստացա արդեն դիվանագիտական կրթություն եւ հիմա գիտեք, որ նաեւ այդ մասնագիտությունը ինձ շատ օգնում է պատգամավորական գործունեության մեջ։ Որն է ամենաազդեցիկ բանը, որ արել եք մարդկանց համար։ Առհասարակ կարծում եմ, որ դեռ շատ բան կա, որ ես պետք է անեմ մարդկանց համար։ Այս պահին գիտես, որ Հայաստանը բարդ վիճակում է, մեր ժողովուրդը բազմաթիվ սպառնալիքների ներքո է ապրում եւ իմ առաքելությունն է անել հնարավորինս, որպեսզի չեզոքացվեն այդ սպառնալիքները։ Ի վերջո մենք հասնենք խաղաղության, երկրում չլինի այն պառակտումը, որ հիմա կա, մարդիկ իրար հետ լավ հարաբերություններ ունենան, իրար հետ սիրով շփվեն եւ չունենանք այն սպառնալիքները, որ այսօր կան մեր երկրի եւ մեր ժողովրդի առջեւ։ Ինչ եք կարծում, ինչպես կլինի մեր մանուկների ապագան։ Եթե շարունակեմ նախորդ հնչեցված միտքս, ապա պետք է ասեմ, որ մենք բոլորս ավելի ավագ սերունդը ամեն բան պետք է անի, որպեսզի դուք ունենաք հնարավորություն լավ կրթություն ստանալու, խաղաղ միջավայրում ապրելու, այնպիսի հնարավորություններ ունենաք նաև աշխատանք գտնելու, որ երբեք չմտածեք Հայաստանից դուրս գնալու մասին։ Այսինքն ստեղծվի բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի մեր հրաշք երկրում ուղղակի ապրել, զարգանալ եւ մեր երկրի պատիվը, հեղինակությունն ընդհանրապես մեր հայ կոչումը, հայ մարդ լինելու կոչումը ուղղակի ավելանա։ Ես վստահ եմ այդպես է լինելու է։ Ու մենք ուզում ենք, որ դու իմանաս ամեն ինչ անելու ենք, որպեսզի քո ին տղայի, որ երևի տարեկիցներ եք, ապագան լինի իսկապես անվտանգ, կայուն, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել։ Ինձ համար էլ շնորհակալ եմ։ Բավականին հետաքրքիր էր, շատ բաներ բացահայտեցի, մասնագիտություն ընտրելիս անպայման հաշվի կառնեմ, թե ինչ լավ եղեք, տեսություն։